Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելներս այսօր թխել եմ շատ համեղ էկլերներ։ Նախ եւ առաջ վերցրել եմ հաստ հատակով տապակ եւ մեջ է լցրել 300 գրամ ջուր, մի պտղունց աղ, 150 գրամ կարագ, բերանը ծածկել եւ դրել մարմանդ կրակին։ Երբ որ ջուրը սկսել է եռալ, ավելացրել եմ 180 գրամ բարձր որակի ալյուր, եփել 5 րոպե, ստանալով փափուկ խմոր։ Իսկ այդ 5 րոպեների ընթացքում զանգված անընդհատ խառնել եմ տապակի հատակին կպչելուց խուսափելու համար։ Անընդհատ խառնելու ընթացքում խմորը հավասար եփվում է եւ ստացվում է հարթ զանգված։ 5 րոպե եփելուց հետո խմորը տեղափոխել եմ մեկ այլ ամանի մեջ, ծածկել սննդային թաղանթով եւ թողել 10-ից 15 րոպե, որպեսզի հովանա։ Մոտավորապես 15 րոպե անց խմորի ջերմաստիճանը դարձել էր 50-ից 60 աստիճան։ Խմորը հովանալուց հետո հերթականությամբ ավելացրել եմ 6 ձու, յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։ Վեց ձուն խմորին ավելացնելուց հետո լցրել եմ կրեմի համար նախատեսված պարկի մեջ, օգտագործելով բաց աստղաձև ծայրադիր։ Խմորը ձևավորելուց եւ գեղեցիկ տեսք տալուց հետո վրան ցանել եմ շաքարի փոշի։ Շաքարի փոշու շնորհիվ էկլերները ստանում են կարամելացված մակերես եւ գեղեցիկ երանգ։ Շաքարի փոշին նաեւ ստեղծում է բարակ պաշտպանիչ շերտ, որի շնորհիվ էկլերները ավելի քիչ են ճաքում։ Էկլերները թխել եմ նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում մոտավորապես 25 րոպեվա ընթացքում։ Ոսկեգույն երանգ ստանալուց հետո ջերմաստիճանը իջեցրել եմ 180 եւ միացրել օդափոխիչը։ Օդափոխիչը միացնելուց հետո թխել եմ եւս 10 րոպե, այնուհետև ջեռոցը անջատել եւ թողել ջեռոցում մինչեւ հովանալը։ Իսկ այդ ընթացքում ջեռոցի դուռը ընդհանրապես չեմ բացել։ Էկլերները թխել վերջացնելուց հետո պատրաստել եմ կրեմը։ Վերցրել եմ 75 գրամ օսլա, 220 գրամ շաքարավազ, 75 գրամ կակաոյի փոշի եւ մի պտղունց աղ։ Փոշի զանգվածը միմյանց հետ խառնել եմ այնքան ժամանակ, մինչեւ որ ստանամ միատարր զանգված, այնուհետև ավելացրել եմ 5 ձու եւ կրկին խառնել։ Հետո քիչ-քիչ ավելացրել եմ 1 լիտր կաթ եւ դրել մարմանդ կրակին։ Կրակին դնելուց հետո սկզբից մինչև վերջ խառնել եմ, որպեսզի կրեմի մեջ գնդիկներ չառաջանան։ Կրակից վերցնելուց հետո ավելացրել եմ 150 գրամ կարագ եւ 2 գրամ վանիլ։ Այս երկու բաղադրիչները ավելացնելուց հետո խառնել եմ այնքան ժամանակ, մինչև որ ստանամ հարթ եւ միասնական կրեմ։ Այնուհետև տեղափոխել եմ թասի մեջ, ծածկել սննդային թաղանթով, մակերեսի կեղևակալումը կանխելու եւ սառչելու համար։ Կրեմը սառչելուց հետո 2-ից 3 րոպե հարել եմ հարիչով, որպեսզի ստանամ ավելի հարթ եւ օդային կրեմ։ Հարել վերջացնելուց հետո լցրել եմ կրեմների համար նախատեսված պարկի մեջ եւ լցոնել էկլերները։